Աշխատանքի անվտանգության միջազգային օրը Ագրարային համալսարանում բաց դասախոսություն է։ Քննարկելու շինարարության ոլորտի ռիսկերից մինչև ջերմատների անվտանգության, անձնական պաշտպանական միջոցներից մինչև ժամանակակից կառավարման համակարգերի հարցերը։ Նպատակն է համալսարանի ուսանողներին եւ ագրոպարենային համակարգի ապագա մասնագետներին զինել անհրաժեշտ գիտելիքներով, ապահով ու պատասխանատու աշխատանքային միջավայր ձևավորելու համար։ Սկսած անչափահասների իրավունքներից, օրենսդրական կարգավորումներից, շինհրապարակներում անվտանգ աշխատանքային պայմաններից, խոսելու ենք արտադրությունում ռիսկի գնահատման կարևոր գործընթացներից եւ ոլորտի վերաբերող բոլոր խնդիրներից, որ մասնակիցներն իրենց հարցերն ու մտահոգություններն անմիջապես ոլորտի պատասխանատուին ներկայացնեն, միջոցառմանը մասնակցում է առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը։ Ըստ Ստեփան Շահումյանի, նման ձևաչափով հանդիպումները ոչ միայն նպաստում են իրազեկման բարձրացմանը, այլև կանխում հնարավոր դժբախտ դեպքերը։ Պետությունը վերջինս տարիներին մեծ ուշադրություն է դարձնում աշխատատեղերում աշխատողների առողջության պահպանմանը եւ անվտանգության ապահովմանը։ Ընդունվում են նոր իրավական ակտեր, օրինակ համար շինարարությունում երկար տարիներ նորմեր եւ կանոններ չկար, 22 թվականին հաստատվել են շինարարությունում աշխատանքի անվտանգության նորմերն ու կանոնները։ Ըստ մասնագիտական համայնքի Հայաստանի ձեռնարկություններում անվտանգության համակարգերն աստիճանաբար համապատասխանեցվում են միջազգային չափանիշներին։ Միայն վերջին 3 տարում վերանայվել ու հաստատվել են մի քանի նորմատիվ իրավական փաստաթղթեր։ Թարմացվել են միջազգային չափորոշիչներին համապատասխան, մասնավորապես անվտանգության կառավարման համակարգերը, ասեմ, ISO 45001 2019 ստանդարտը, պլյուս անվտանգության տեխնիկան շինարարությունում 2022 թվականի շինարարական նորմը եւ հարակից շատ ու շատ փաստաթղթեր, որոնք օգնում են, ուղղորդում են եւ կազմակերպում են անվտանգության մշակույթի ներդրումը, դրա առաջխաղացումը կյանքի բոլոր ոլորտներում։ Ըստ փորձագետի անվտանգության մշակույթի ձևավորումը եւ տարածումը պետք է դառնա առաջնահերթություն բոլոր կազմակերպությունների համար։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռոմիկ Խաչատրյան, լուրեր։